Մաշտոցյան մատենադարանի պահոցի այս սենյակում թվայնացման իրենց հերթին են սպասում Թումանյանի ահռելի գրադարանի հազարավոր գրքերը։ Մեծ պոետի կենդանության օրոք նրա անձնական գրադարանը ներառում էր ավելի քան 10,000 գիրք։ Այսօր թանգարանը պահպանում է 8147 գիրք։ Սկսելով թվայնացումը, թանգարանում պատկերացնում էին, թե ինչ հսկայածավալ աշխատանք եւ պատասխանատվություն է թումանյանական բացառիկ գրադարանի թվայնացումը։ Այս գրադարանը կենդանի վկայությունն է գրքի հանդեպ գրողի բացառիկ պաշտամունքի։ Երբ Թումանյանը սկսել է հավաքել իր գրադարանը, ձեռքի տակ ուներ ընդամենը Վերք Հայաստանին եւ Հյուսիսափայլի մի քանի համարներ։ Տարիներ անց նրա 10,000 գրքերը թեմատիկ բաժանումներով դասակարգված էին 12 մեծ գրապահարաններում։ Երբեմն նա գրքերի համար ծախսում էր նաեւ ընտանիքի կենսական պահանջների համար նախատեսված գումարները։ Կինը իր հուշերում պատմում է, որ մի անգամ Բաքվից 350 ռուբլի են ուղարկել, ասել է երեխաներին անհրաժեշտ բաներ կան, պետք է գնանք առնենք, տվել է գումարը Օլգա մայրիկին, ասում է մի քանի ժամ հետո կառքը կանգնել է ծայրից ծայր լցված գրքերով եւ ասել է գնա բերեն 350 ռուբլին եւս 30 կոպեկ կառքը վճարելու համար։ 3 տարուց փոքրինչ ավելի է, ինչ սկսվել է գրադարանի թվայնացման աշխատանքը։ Այնինչ արդեն հասցրել են թվայնացնել, կտեղադրվի կայքեջում, որը կգործարկվի փետրվարի 19-ին գրողի ծննդյան օրը։ Թամարա Արամյանը, որ Թումանյանի գրադարանի ֆոնդապահն է ավելի քան 30 տարի, փաստում է, ահռելի ծավալի աշխատանքը դեռ առջևում է։ Ես կարծում եմ, միգուցե իմ տարիքը չի հերիքի, որ ավարտեմ, բայց ցանկանում եմ, սիրով եմ անում այս գործը, անձնագրերն եմ պատրաստում գրքերը, նկարագրելով, էլի նկարներով, անպայման պիտի նկարը լինի, չափսերը լինեն, թե ինչ վիճակում է այդ գիրքը, եւ փոքր մի նախադասությամբ գրում եմ, թե ինչի մասին է այդ գիրքը կոնկրետ եւ ինչ լեզվով է։ Հատկապես արժեքավոր են գրադարանի հնատիպ գրքերը, որոնց թվում են Ներսես շնորհալու Հիսուս Ֆորթին, 1668 թվականի Նոր Կտակարանը, Վերածննդի հսկաներին նվիրված գերմաներեն մենագրությունների շարքը, բացառիկ գիտական գրականություն եւ իհարկե 550 այն գրքերը, որոնց էջերում իր նշումները, լուսանցքային գրառումներն ու հիշատակումներն է թողել ամենայն հայոց բանաստեղծը, որոնք միանգամայն նոր Թումանյան են բացահայտում ընթերցողի համար։ Այս գրառումները նաև հուշում են Թումանյանի առանձնահատուկ վերաբերմունքը Շեքսպիրի հանդեպ։ Ամենաշատ գրառումները Շեքսպիրի մեջ են եւ հիմա Թամար Արամյանի հետ որոշել ենք Շեքսպիր-Թումանյան երկխոսություն ստեղծել եւ ընթերցողներին մատուցել ինչն է արժևորել, ինչն է գնահատել եւ ինչու է այդքան շատ սիրել Շեքսպիրին։ Չնայած սա թանգարանի առաջնահերթ ծրագրերից է, բայց անգամ մոտավոր հաշվարկներով դժվարանում են նշել, թե երբ կավարտվի գործընթացը, սակայն լիահույս են, որ 2029-ին, երբ լրանում է Վերնատան ստեղծման 130-ամյակը, կարևոր այդ հոբելյանը կնշանավորեն թվայնացման աշխատանքի ավարտով։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։